Ծիծեռնակաբերդում կառուցված հայերի ցեղասպանության հուշահամալիրը ԱՄՆ Սովետական Միության, այնուհետ Ռուսաստան հակամարտության համատեքստում։ Վերջերս Փաշինյանը իր զրույցներից մեկում ակնարկում էր, որ սովետները, Սովետական Միության իշխանությունները թույլատրել են Ծիծեռնակաբերդում կառուցել հայերի ցեղասպանության հուշահամալիր միայն նրա համար, որպեսզի թուրքերի դեմ հայերին ավելի տրամադրեն, որպեսզի հայերին կարողանան օգտագործել թուրքերի դեմ։ Արդյոք սա ճշմարտություն է։ Միանգամից ասեմ, որ այստեղ մեծ մանիպուլյացիա կա Փաշինյանի կողմից, բայց պատմական իրադարձությունները այնպիսին են, որ կա այս տեղեկատվության մեջ որոշակի ճշմարտություն, որը սակայն Փաշինյանը հերթական անգամ օգտագործում է այն համատեքստով, որ իբր թե մենք եւ թուրքերը ունեինք լավ հարաբերություններ, բայց դա ռուսներն էին, որ սրում են այդ հարաբերությունները վատացնելու իմաստով ավելի, որպեսզի մեզ կարողանան օգտագործել թուրքերի եւ իհարկե նրանց եղբայր ադրբեջանցիների դեմ։ Ուրեմն 1959 թվականին ԱՄՆ հրթիռներ է ատոմային տեղակայում իր ՆԱՏՕ դաշնակից Թուրքիայում։ Այդ հրթիռները անվանում են Յուպիտեր, որոնք կարող էին րոպեների ընթացքում Մոսկվա քաղաքը խոցել։ Եվ որպեսզի Սովետական Միությունը կարողանա հակակշռել եւ կանխարգելել հնարավոր ռիսկերը, 62 թվականին Խրուշչովի ղեկավարությամբ իրենք փորձ են անում, այսինքն փորձ ասած արդեն սկսում են տեղադրել հրթիռներ ատոմային Կուբայում։ Կուբան էլ համաձայնվում է դրան, քանի որ 61 թվականին ԱՄՆ փորձում էր իշխանափոխություն անել Կուբայում, հարձակվում է Կուբայի վրա, չհաջողված իշխանափոխության փորձ է լինում եւ դրա համար Կուբայի Ֆիդել Կաստրոն համաձայնվում է դրան։ Եվ այստեղ առաջանում է հայտնի ճգնաժամը, որ մարդկային պատմությունը գիտի, որ ամենամոտ ճգնաժամն է, որ մարդիկ կանգնած էին ատոմային պատերազմի եզրին։ 62 թվականի հոկտեմբեր ամսին, որը բարեհաջողությամբ ավարտվում է եւ ինչ է տեղի ունենում, այդ Յուպիտեր հրթիռները Թուրքիայից եւ Իտալիայից ԱՄՆ ապամոնտաժում հեռացնում է եւ նույնը անում են ռուսները, այսինքն Սովետական Միությունը Կուբայից հեռացնելով իրենց ատոմային հրթիռները։ Մեր հուշարձանը հայերի ցեղասպանության 50-ամյակի կապակցությամբ հուշարձանը թույլատրել են 65 թվին կառուցել, ավարտել են 67 թվականին։ Եվ այստեղ, եթե գնանք Փաշինյանի այս դատողությունները մի կողմ դնենք, որոնք պրոթուրքական են, ես ինչպես եմ տեսնում այս իրողությունները։ Ռուսները Ինչքան էլ որ Սովետական Միությունն էր, ամեն դեպքում այդ ընթացքում արդեն հիմնականում ռուսներն էին կառավարում երկիրը, իրենց դատողության մեջ, որը մինչև հիմա էլ այդպես է մնացել։ Այս տարածաշրջանից ՆԱՏՕ անդամ Թուրքիայից, այս թուրքական աշխարհներից վտանգը կանխելու համար, այս տարածաշրջանում հայերին այո պետք է ուժեղացնել։ Բայց հայերին ուժեղացնելով հանդերձ պետք է հայերի վրա ունենալ ազդեցություն, որպեսզի հայերը իրենց հետ գործընկերային լինել եւ հետեւաբար այսպես ասած վահանի դեր կատարել այս տարածաշրջանում։ Արդյոք կա սրա մեջ վատ բան։ Ես կարծում եմ ոչ։ Սա իմ համոզմամբ հենց այն հարաբերություններն են, որ օրինակ Իսրայելը ունի ԱՄՆ-ի հետ, որը եւ օգտագործելով կարողանում է իր ազգային շահերը առաջ տանել։ Եվ ես ինչ եմ պնդում, որ Ռուսաստանի այս շահը, որ նա ուզում է Հայաստան պետություն այստեղ լինի, որ մեզ վահանի դերում օգտագործի, որովհետև փոքր երկրները միշտ էլ մյուսների կողմից օգտագործվում են, բայց եթե փոքր երկիր իր գինը գիտի, իր աշխարհագրական դիրքի կարևորությունը գիտակցում է, նա էլ այդ մեծին է օգտագործում։ Այսինքն աշխարհը այդպիսին է, բնության մեջ էլ ցանկացած դեպքում միշտ եթե մի կողմը մյուսին ուղակի չի խժռում, կա փոխադարձ համատեղ սիմբիոզ օգտակար process, այսինքն որ մեկը մյուսին կարողանում են օգտագործել։ Ռուսաստանը ես կրկնում եմ, համաձայն է այս տարածաշրջանում Հայաստանը ուժեղանալ, եթե իր հետ կապում է հարաբերություններ երկարատև բարեկամական, այսինքն չի թույլատրում, որ Հայաստանի Հանրապետությունում օրինակ ԱՄՆ տեղադրի ինչ-որ պահի
տեսական եմ ասում, հրթիռներ Հայ-Հայաստանի տարածքը օգտագործվի Ռուսաստանի դեմ, որտեղ այդ պահից սկսած Հայաստանը ռուսների համար դառնալու է թշնամի, որովհետև պետությունների միջև հարաբերություններում չեն նայում, ես սիրում եմ սրան, չեմ սիրում, սրանք մեր չգիտեմ, փոքր եղբայրն են, պետական հարաբերություններում նման բան չկա, կան միշտ մշտական շահեր քաղաքական, եւ այդ քաղաքական շահը հետեւյալն է, Հայաստանը կլինի ուժեղ միայն իմ հետ, եթե իմ հետ չի լինելու, չպետք է լինի ուժեղ։ Սա բացարձակ ճշմարտություն է եւ հայկական քաղաքական միտքը չի զարգացել ու համատարած հիմա նկատվում է եւ այս իշխանության կողմից էլ մանիպուլացվում է, որ չեն հասկացել, որ այս տարածաշրջանում Հայաստան պետությունում հայրի շատանալը եւ հայրի ուժեղ լինելը ձեռնտու է միայն ռուսներին։ Եվ ես կրկնում եմ հերթական անգամ, այո, նրանք դրանից քաղաքական շահեր ունեն եւ ինչի չպետք է ունենային։ Բարեգործություն երևույթ պետությունների միջև հարաբերություններում գոյություն չունի, մոռացեք ժողովուրդ, չկա նման բան։ Եվ այստեղ է, որ մենք այդ շահը գիտակցելով ռուսների կարողանում ենք այդ շահը օգտագործել մեր ազգային շահերը առաջ տանել։ Բայց երբ մենք հրաժարվում ենք մեր ազգային շահերից, օրինակ Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, համաձայնվելով թուրքերի հետ բարեկամանալ միջանցքներ տալով, որը տանելու է միանշանակ հայկական տարածքների կլանման հետզհետե նույնիսկ եթե պատերազմ չլինի, կլանում ժողովրդագրական եւ տնտեսական process-ներով։ Այսինքն ինչ որ պահի Սյունիքում եւ այլ կարևոր տարածաշրջանում ավելի շատ թուրքախոսներ կապրեն, քան հայեր, եթե այսպես շարունակվի։ Այդ պարագային իհարկե Ռուսաստանին Հայաստանը պետք չի եւ նա մեր դեմ կաշխատի։ Սա բացարձակ ճշմարտություն է։ Իսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նույնիսկ եթե կառուցվել է, որպիսի մեզանում ազգային գիտակցությունն ու համախմբումը սեփական շահերի շուրջ ուժեղացվի եւ նրանք էլ դրանից օգուտներ քաղեն, ապա սա միայն մեր ազգային շահերին օգուտ է, ոչ թե վնաս, այնպես ինչպես Փաշինյանը ներկայացնում է։ Լավ եղեք։